Ողջույն ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Առաջինը մայրաթոռ է գնում հիվանդանոցից դուրս գրված Տեր Վրդանեսը։ Նրա սիրտը մի քանի անգամ ստենտավորել են։ Վեհափարի օրհնությունը ստանալու համար քահանան գերեց կնոջ հետ է գնացել։ Հրաշալի զգացողություն է, վերստին մեր մայրաթոռ Սուրբ Էջմիածնում եմ։ Եկել եմ փառք տալու Աստծուն, որ առողջ եմ, լավ եմ։ Տեր հորը ջերմությամբ են ընդունում հավատացյալներն ու հոգևորականները։ Մոտենում ողջագուրվում են Տեր Վրդանեսի հետ։ Լավ։ Սարսափելի օրը լավ է հիշում քահանան։ Սրտի կաթված ստանալուց առաջ մայր տաճարի դռների մոտ կանգնած է եղել Տեր Վրդանեսը։ Տեսել է կարգալույց հռչակված հոգևորականների, հայհոյող, հարբած մարդկանց, որոնք օպերայի թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի հրահանգներով ճեղքել են ոստիկանական պատն ու սկսել ոտքով, բռունցքներով հարվածել մայր տաճարի դռներին։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սաֆեյանի հետ իր կոմունալ կետը սպանվորներն էին, իրենց տեսքից այդպես հասկացա, Գյումրիի տնտեսագիտականի տնտեսական աշխատողները եւ օպերայի այդ բալետի թատրոնի են բեմի բանվորական կազմներ, հավանաբար այստեղ տհաճ օղու հոտ տարածվեց։ Դեկտեմբերի 18-ին Տեր Վրդանեսն անձամբ է մայր տաճարի պատերից իջեցրել օպերայի թատրոնի փոխտնօրենին։ Ալեքսանդր առաջին կաթողիկոսի տապանակարին էր կանգնել Վրեժ Դուրգարյանը։ Ներքևից 3 անգամ խնդրեցի, ասացի հարգելիս խնդրում եմ ցած իջեք, բայց ինքը որևէ ձևով արձագանք չէր տալիս։ Ես ստիպված այս կողմից եզրով բարձացա, իրեն ուսի մասից քաշեցի, իջեցրեցի այդտեղից։ Տեր Վրդանեսը չի կարողանում մոռանալ, թե ինչպես էին մի խումբ իր բառով սադրիչներ անխնա հարվածում պատմամշակութային մայր տաճարի դռներին։ Կանգնում Գարեգին առաջին կաթողիկոսի տապանակարին, ինչի պատճառով խորացել է դրա վրայի ճաքը։ Սրտի ես ցավը զգացի հենց այն պահին, որ ձեռքով սենց ուժեղ հարվածեցին մայր տաճարի դռեն։ Հենց այդ պահին է սիրտը բռնել Տեր Վրդանեսը։ Ոնց որ դռան հետ համահունչ սիրտս էլ սենց մի անգամից սենց բութ ցավը զգացի, սենց շողացող, սենց ցավը տարածվեց։ Բայց ինքը չի հեռացել մայր տաճարի դռների մոտից, մինչև չի համոզվել, որ վեհափար հայրապետը մտել է վեհարան։ Իրենք ուղակի դուռը կոտրում էին եւ փառք Աստծո դռները բացվեց, իրենց սպասելիքները չարդարացավ, ներսում իրենց դիմաց տղամարդիկ էին կանգնած եւ ներսից երբ որ թափորը դուրս եկավ, իրենք ուղակի այստեղից փախան։ Մեր թափորը դուրս եկավ, ես զգուշությամբ իջա, միացա թափորին, քայլեցի մինչև տրթատակամար, բայց հասկացա, որ լավ չեմ, թեքվեցի տրթատակամարի հետևը եւ օրհնյալ եմ փառք մեծության քո։ Տեղեկություններ կան, թե Նիկոլ Փաշինյանը այս կիրակի պատրաստվում է անձամբ գրոհել մայրաթոռն ու ձերբակալել վեհափարին հավատարիմ հոգևորականներին։ Տեր Վրդանեսն ասում է, որ հոգևորականները կենդանի վահան են դառնալու մայրաթոռ Սուրբ Էջմիածինը պաշտպանելու համար։ Այնտեղ անին մեկը սանց ուղակի խփում է։ Մենք որևէ մեկի գալուց չենք նեղվում, բայց եթե ներխուժում է, մենք մեր մայրաթոռ Սուրբ Էջմիածինը կպաշտպանենք, եթե նույնիսկ ներսել մտնի ինքը ոչինչ չի անի։ Եթե մտածում եմ այդ հարբած ամբողջը մտներ մայր տաճարի, ինչ պիտի աներ, ոչինչ իրենք այնտեղ անելու չունեն։ Մայր տաճարը աղոթելու տեղ է, ոչ թե վայրենի գոչյունների։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։